Երբ որ ընտանիքում մեկը լինում է կախյալ, ամենաքիչ 6-8 ամիս հետո ընտանիքի անդամները արդեն փոխկախյալ վարք են դրսևորում։ Թմրանյութեր, հարաբերությունների կախյալություններ, ծխախոտ կամ այլի Սա ալկոհոլ։ արդեն վտանգավոր երևույթ է վերածվում, չէ՞։ Միշտ կախյալությունը վտանգավոր է։ Կախյալությունը մահացու հիվանդություն է։ Ասում են ցիրոզից մահացավ, բայց ցիրոզի պատճառը հենց իր կախյալությունն էր, որ ինքը նյութեր էր չարաշահ։ Կանգնի կտրուկ ասի, որ վերջ դու քո խնդիրներից սիրում կարծիք դու իրան չես տանում դեպի կործանում։ Ինքնասպանությունների ռիսկն է բարձրանում կախյալությունների բարակային։ Կախյալությունը մահացու հիվանդություն է։ Միևնույն է, եթե զորով բուժման տանենք, դա չի օգնել։ Փոխկախյալության ժամանակի հետ հարազատի հանդեպ սեր հասկացությունն էլ փոխվում է, համ սիրում են, համ ատում են միևնույն ժամանակ։ Կախվածությունը եւ սովորությունը, որ նշանն է մեզ հուշում, որ այստեղ արդեն խնդիր ունենք։ Շատ հաճախ տրվող հարցերից է, որովհետև իսկապես մարդիկ կարող է օգտագործեն նյութեր կամ ինչ-որ վարք ունենան, բայց կախյալություն որպես հիվանդություն չունենան։ Սովորաբար, երբ որ մենք հիվանդությունների մասին ենք խոսում, մենք նկատի ենք ունենում դիագնոստիկ կրիտերիաները։ Այնպես ինչպես ֆիզիոլոգիական հիվանդությունները, այնպես է հոգեկան բնույթի խնդիրները ունեն դիագնոստիկ կրիտերիաներ։ Եթե մենք խոսում ենք հիվանդության մասին, կախյալության մասին, որպես հիվանդության, մենք հաշվի ենք առնում տարբեր դասակարգման բաներ, բայց հիմնական համընկնում են այդ դասակարգման ախտանշաններից 3-ը, 6-ը ու ստայդեմ ծանրությունն։ Ինչ աստիճաններ են դրանք, ոնց են իրանք դասակարգվում, ոնց է նկատելի դառնում հենց անձի մոտ կամ իրեն շրջապատող մարդիկ ոնց կարող են այդ ամեն ինչը նկատել ու հասկանալ։ Այդ հարցը մի քիչ բարդ է, ոնց կարող են մարդիկ իրենք նկատել, որովհետև կախյալության առաջին նշաններից մեկը մենք ասում ենք ագնոզիա, ագնոզիան դա է, երբ որ մարդը հերքում է իր մոտ հիվանդություն, եւ դա առաջին նշաններից մեկը է։ Դրա մեջ է, բայց իրենք առաջի բանը որն է, որ իրենք չեն նկատում, որ իրենք հիվանդություն ունեն։ Գրեթե բոլորից մենք ասենք ես հենց ուզեմ կթարգեմ, ես ոնց կամք ունեմ 1000 անգամ թարգել եմ, 1000 անգամ թարգել չի էլի իհարկե, բայց այսպես բաներ եմ հասա, այդ ինչա որ չանեմ, ես չեմ ուզում դրա համար չեմ անում կամ ես հիվանդ չեմ, իմը ուրիշ է։ Եւ այդ խափեություն է սա ավելի շատ։ Սա հերքում է։ Հա։ Մարդիկ հերքում են, չեն տեսնում, այնպես ինչպես անորեքսիայով հիվանդ մարդկինը կամ դեռահասը չի տեսնում իր քաշը, որ ինչքան է նվազել, դեռ իր վրա ավել կիլոներ է տեսնում, այնպես է կախյալ չի տեսնում իր վարքի հետևանքները, չի տեսնում իր մտածողությունը, ինչպես է տուժել եւ ընդհանուր առմամբ իր կյանքը ինչպես է։ Չի տեսնում, իսկ իր շրջապատը չի նկատում փոփոխություններ, օրինակ ընտանիքում արդյոք չեն նկատում, որ անձի վարքի մեջ փոփոխություն կա, կամ անձի հայացքի մեջ գուցե փոփոխություն կա, արդյոք շրջապատն էլ է սա կարողանում չնկատել։ Երբ որ մենք խոսում ենք կախյալության մասին, դիագնոստիկ կրիտերիաները իհարկե բաց թողեցինք հետ կգանք, բայց երբ որ խոսում ենք կախյալության մասին, մենք ասում ենք, որ սա ընտանեկան դժվարություն է։ Երբ որ ընտանիքում մեկը լինում է կախյալ, ամենաքիչ 6-8 ամիս հետո ընտանիքի անդամները արդեն փոխկախյալ վարք են դրսևորում եւ իրենց մտածողությունները փոխում։ Սովորաբար առաջի շրջանում իրանք էլ են հերքում այդ դժվարության առկայություն, դե ով չի խմում, բոլորն են խմում են, դե այս անգամ հաց չէր կերել դրա համար վատացավ, կախյալություն ընդհանրապես երկու տեսակ են, եւ վարքային եւ քիմիական նյութերից կախյալություն կամ երեխան կարմիր աչքերով տուն է գալի, մաման ասում է երբ լացել է, կամ գիշեր ամբողջ գիշեր համակարգչի առաջ է նստել, կամ բոլոր երեխաները որտեղ խաղային կախյալություններ կան ու հիմա շատ տարածված են, բոլոր այդ այս դարի որ մի երեխան չի խաղում, բայց իրականում այդքան ժամերով խաղալը եւ կյանքի հետաքրքրություններ կորցնելը արդեն լուրջ նշաններ են մեզ համար։ Հետո իհարկե տեսնում են ու հետո արդեն փոխկախյալ վարքի ուրիշ դրսևորումներն են, բայց սկզբնական շրջանում ընտանիքն էլ ունի այդ դժվարությունը ընդունելու, որ իսկապես կամ բանից մեկը վերլուսում ենք, որ ասում են դե վատ շրջապատ ընկել, պետք է շրջապատից, որտեղ իրանց համար էլ շատ ցավոտ է, ինքը երևի ամենացավոտ ստիգմավորված հիվանդություններից մեկն է կախյալությունը։
Կախյալության կարող է հանգեցնել նաև տրավման, այսինքն տրավմայի հետևանքով բախվել կախվածության, մարդը ինչից է փախչում, դեպի նյութ, խաղ, թե հարաբերություն։ Փախչումը մենք երբ որ տրավմայի մասին խոսում ենք, դա եւս հիվանդություն է, որ էլի շատերը չգիտեն, որ դա ոչ միայն զգացումների, հիշողությունների տրամադրության հարց է, այլ նաև ֆիզիոլոգիական փոփոխություններ են։ Երբ որ մարդիկ օգտագործում են ալկոհոլը, քիմիական այլ նյութեր, որպես ինքնաբուժում են օգտագործում, երբեմն այդ կպչուն հիշողություններից ազատվելու համար, երբեմն տրամադրությունը բարձրացնելու համար, փախուստի ձևեր են դրանք դառնում կամ ինքնաբուժման, բայց երբ որ երկար են օգտագործում, կամ մի ընթացք հետո կախյալություն դառնում է ինքը իրանով առանձին դժվարություն, այսինքն եթե միայն մենք տրավման բուժենք, դա իհարկե կթեթևացնի կախյալության բուժումը, բայց առանձին մոտեցումը պետք նաև կախյալության աջակցության հարցում, դա դառնում է արդեն առաջնային հիվանդություն։ Բայց դե նաև պետք է տրավման նկատել, հա, որովհետև երբեմն դա էլ նկատելի չի լինում անձի մեջ ու գուցե անգամ ընտանիքում գումարի արդեն անհետացումը կամ ինչ-որ անհասկանալի վարքականոնը նոր գուցե նկատելի դարձնի, չէ, այդ երևույթը։ Ինչ անել, եթե նկատում եք, որ տանը այսպես ասած տարօրինակ դեպքեր են նկատվում հենց նույն գումարի մասով կամ երեխաների հետ կապված, երբ որ զգում ես, որ դու փոխկախյալ ես դառել, հա, բայց արդեն այդ գիտակցմանն ես հասնում, որն է առաջին քայլը, ինչ պիտի անի հարազատը, որպեսզի ել ավելի չխոցի։ Սա երկու մասն էր ձեր հարցը, մեկը տրավմայի նշանները ճանաչելը, այո, մեր հասարակությունում շատերը ունեն, կարող են ունենալ այդ նշանները, որտեղ բարբերաբար պատերազմները բնական աղետներից ավելի քիչ են, բայց պատերազմը եւ կան նաեւ մանկության տրավմաներ, որ մարդիկ ունենում են, ցավոք սրտի այդ լուսավորչական աշխատանքը բավարար չի, որ մենք իմանանք, ճանաչենք, որպեսզի տեսնենք, պետք է իմանանք ինչա տրավման, որ տեսնենք, որտեղ ոտքի տրավման երևում է, ձեռքի տրավման երևում է, բայց հոգեկանի տրավման մենք ես հիշում եմ 90-ականների պատերազմից հետո բոլորին ասում են կանտուժնի է, բայց միգուցե հենց այդ տրավմայի նշաններն էր, դե ես այդ ժամանակ երեխա եմ, որ այդ արտադրությունը լսում էի, բայց միգուցե այն որ բարգության նոպաներ են ունենում, երբեմն առանձնանում են, տրամադրության, խուսափման վարք են ունենում, այդ մի ամբողջ էլի սպեկտրա դժվարությունների, կրկնվող հիշողություններ, երբեմն այդ հիշողություններից անգամ վարքը այնպիսին է, որ հենց հիմա է տրավման լինում, դյուրագրգռությունը, գերզգոնությունը, այս բոլորը կարող են տրավմայի նշաններ լինել եւ կարող են արտահայտվել ոչ անջապես տրավմատիկ իրողությունից հետո, այլ ամիսներ կամ անգամ տարիներ հետո։ Մենք էլ պատերազմ տեսած, այսպես ասած, էտապում ենք հիմա, պատերազմիա կարելի ասել, ու նույն կռվի դաշտում կռվածներ կան մեր շրջապատում, այս ամեն ինչը նաև երբեմն մենք վարկանում ենք ինչի համար ենք հանդիպել օրինակ տաքսու վարորդի, ով որ մեր հետ շատ վատ է խոսում, բայց հենց ինքը գուցե այդ տրավմայի կրողն է։ Այո, եւ այդ պարագայում տրավմայի պարագայում ոչ միայն էլի պետք է ասեմ դա հոգեկանի այն իմաստով որ զգացումների մտածողության դժվարությունը, այլ նաև ուղեղում փոփոխություններ ա լինում ու մի քանի մակարդակներ են, բայց ամենակարևորը որ այդ բարգությունը առաջացնում է, դա այն է որ այն համակարգը լիմբիկ համակարգը դե շատ լեկցիա չդառնա, բայց լիմբիկ համակարգը այն մասն է որ շատ նման է բոլոր կատնասուն կենթանիներին, պատասխանատու է եւ ինֆորմացիա հավաքագրման համար արտաքին աշխարհում, որտեղ ուղեղը չի շփվում, եւ այդ տարբեր զգայարաններից ինֆորմացիան հավաքվում է, մի պատկեր է դառնում եւ այդ պատկերը ուղարկում է մեկը մեր նեոկորտեքսին, որը մեր տրամաբանական մտածողությունն է վերցնում, մյուսը ամիգդալային, որը հենց այդ ստրեսի ռեակցիայի համար է պատասխանատու, որը մեզ մոտ ամենահաճախ հանդիպող կռվել փախնել հետո սառելը շատ հազվադեպ է հանդիպում, այդ կռվել փախնել ռեակցիայի համար է պատասխանատու ամիգդալան։ Տրավմայի պարագայում ամիգդալային գերկրկռված է, չափերով ավելի կրկռված է դառնում, ավելի շատ հորմոններ է ուղարկում, որ մենք կռվենք կամ փախնենք, որտեղ ուղեղի առաջին ֆունկցիան մեր պաշտպանությունն է, մեր կյանքի գոյության պաշտպանությունը։ Եվ դրա հետ միասին լիմբիկ համակարգը շատ ավելի արագ արձագանքող օրգան է, եթե մասը ուղեղի քան նեոկորտեքսը, քան որ ավելի արագ է զարգանում եւ ավելի ստրեսի համար ավելի կարևոր է որ ինքը արագ գնահատի պետք է կռվել փախնել
Քան ինչև մեր նեոկորտեքսը վելուծի, աջ ոտքով փախնեմ, ձախ ոտքով փախնեմ, որն է ամենակարճ ճանապարհը, այո, ամենակարճ ճանապարհը լիմբիկ համակարգը։ Եվ եթե արդեն տրավմա է լինում, այդ կապն էլ խզվում էր նեոկորտեքսի եւ ամիգդալան գրգռված հետեւաբար ավել հորմոններ է արտադրում, մարդը ավելի դյուրագրգիռ է դառնում։ Իսա բուժելի է։ Այո, Սուկային բուժելի է, որովհետեւ գուցե բուժելի չի ու անհնար է արդեն պայքարել դրա դեմ։ Այո, հիմա նեյրոֆիզիոլոգիան, հոգեբանությունը, նյարդաբանությունը, կենտրոնական նյարդային համակարգի վերաբերյալ շատ հետազոտություններ կան տրավմայի կախյալության հետ կապված եւ այո, դրանք բուժելի են։ Այսինքն հնարավոր է դիմել հոգեբանի կամ Հոգեբանի, երբեմն հոգեբուժի աջակցության կարիք է լինում, այո։ Վերադառնանք իմ նախորդ հարցին, ինչպես ընտանիքի անդամները կարող են հասկանալ, որ իրենց ընտանիքում ունեն կախյալ հարազատ։ Եթե անգամ իրենք փոխկախյալներ են ու միշտ հերքում են, չեն ուզում իրենք իրենց էլ խոստովանել, որ կարող է այդ իրավիճակը դրսևորվել իրենց հարազատի մոտ։ Դե վարքը սովորաբար եթե ալկոհոլի չարաշահում են մարդիկ տեսնում են այդ բարդությունները, մի քանի վարքի ձևեր կա, որ հատկապես խոսում են կախյալության մասին, հա, երբ որ մարդը անկախ նայած ինչ վնասներ ունենում եւ նույնը շարունակում է օգտագործել, երբ որ ժամանակի ընթացքում տոլերանտություն, այսինքն օրգանիզմը այդ չափին սովորում է եւ ինքը պետք է ավել օգտագործի դրա համար, երբ որ հաջորդ ունենում է զրկման համախտանիշ եւ պետք է օգտագործի ուրիշ ունենում է կամ պետք է օգտագործի ինչ-որ նյութեր, որպես այդ զրկմանը օրինակ մի անգամ էլ ալկոհոլ խմի կամ դեղորայք օգտագործի, որ այդ զրկման համախտանիշը չլինի, երբ որ կյանքի այլ հետաքրքրություններ կամ ուրիշ կարևոր բաներ իրենց տեղը զիջում են կախյալությանը։ Եթե հոբիներ ունեն մինչ այդ հոբիներով չեն զբաղվում, աշխատանքը ավելի քիչ մոտիվացված եւ պատասխանատու են տանում, ընտանիքի անդամների հետ այլևս կգերադասեն խմեն, քան թե ընտանիքի անդամների հետ կամ դե խմելը երևի ավելի այսպես երևացող երևույթ է, բայց եթե օրինակ չարաշահում է թմրանյութերի ընդունումը կամ այստեղ նաեւ կախյալություն կարող է լինել այլ կնոջ հանդեպ սերը, չէ, որը եւս գուցե այդքան նկատելի չլինի, ու սա եւս հանգեցնի խաղամոլության կամ այլ դրսևորումների, որոնք արդեն փոխկապակցված կախյալություններ են առաջացնում, այսպիսի իրավիճակներ այդքան էլ տեսանելի չեն լինում, չէ, տանը։ Իրականում շատ դժվար կլինի մի մարդու համար այդ բոլորը նկարագրել, որտեղ շատ նույն նկատեցի, կախյալություն սովորաբար մեկ հատով չի լինում, սովորաբար երրյակա լինում, մարդիկ ունենում են ենթադրենք ալկոհոլ, թմրանյութեր եւ խաղամոլություն։ Սուրբ երրորդություն է դառնում։ Հենց այդպես է լինում, այո, կամ թմրանյութեր, հարաբերությունների կախյալություններ, ծխախոտ կամ այլի ալկոհոլ։ Սա արդեն վտանգավոր երևույթ է վերածվում, չէ՞։ Միշտ կախյալությունը վտանգավոր է։ Միշտ։ Ես շատ ցավով եմ միշտ ասում նաեւ իմ այցելուներին, ընտանիքի անդամներին, որ կախյալությունը մահացու հիվանդություն է։ Եվ ամենաբարձր ցուցիչը ունի պարզապես միշտ չի, որ վիճակագրական տվյալներում այդպես ներկայացվում է, որտեղ շատ հաճախ ասում են մարդը կռվեց, կռիվարեց մահացավ, բայց չեն ասում, որ ինքը թմրանյութ եթե թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած էր կամ նոր խաղատնից դուրս էր եկել եւ բարկացած էր իր պարտության վրա, առաջնային հիվանդությունը իր կախյալությունն է։ Երբ որ վրաերթի ենթարկվեց ոչ սթափ վիճակում կամ ենթարկեց ոչ թե երևույթներ վրաերթի, այլ երևույթը չէր պատճառը, իր առաջնային խնդիրն էր պատճառը, իր կախյալությունն էր պատճառը կամ դա արդեն overdose կամ երբեմն ասում են ցիրոզից մահացավ, բայց ցիրոզի պատճառը հենց իր կախյալությունն էր, որ ինքը նյութեր էր չարաշահում։ Ու այդ առումով ստատիստիկան միշտ չի, որ ճիշտ է, բայց կախյալություն եւ ինքնասպանությունների ռիսկն է բարձրանում կախյալությունների բարակային։ Արդյոք սա վերահսկելի է։ Ինչի նկատի ունեք։ Ընտանիքի անդամների կողմից հնարավոր է վերահսկել, որովհետև եթե օրինակ մի բան լինում է, ընտանիքի անդամները հետո սկսում են մտածել, այ եթե ես նկատեի, այ եթե ես հասկանայի, սկսում են իրենց մեղադրել, որ իրենք չեն տեսել դա, բայց արդյոք դա հնարավոր է տեսնել։ Այս երևի ամենաբարդ հարցերից մեկն է եւ ամենադժվար ընդունելի այցելուների կողմից, երբ որ մենք ասում ենք դուք ոչինչ չեք կարող անել այն մարդու համար, որ ունի կախյալություն։
Դուք պետք է սովորեք ինքներդ առողջ ապրել։ Դուք աշխատեք ձեր փոխկախելության վրա, ընտանիքը համակարգ է։ Երբ որ ընտանիքի անդամներից մեկը այդ բալանսը խախտում է, մի քիչ իջնում է, այս մյուսները ավելի պարտականություններ են վերցնում։ Դուք լավացեք, այնպես ինչպես հիվանդությունն է սկսում մեկից, այնպես էլ լավանալն է սկսում մեկից։ Դուք ձեզանով զբաղվեք, դուք ձեր փոխկախելությամբ զբաղվեք։ Եվ այս պարագայում անգամ ավելին ասեմ, երբ որ մենք ավել բաներ ենք անում, փորձում ենք կառավարել, փորձում ենք իր փոխարեն պարտքերը փակել, իր փոխարեն հարցեր լուծել, մենք ավելի ենք վնասում եւ երկարացնում ենք։ Կախյալության պարագայում sense հասկացություն կա, ոնց որ ասում են հատակին հասնել։ Այդ հատակը շատ յուրահատուկ հասկացություն է, ամեն մեկի մոտ կարող է տարբեր լինի, մեկի համար իր ծնողի թարս հայացքը, ժողովրդական լեզվով ասած, արդեն հատակ կարող լինի, մեկը կորցնում է ընտանիքը, կնոջը, երեխաներին, աշխատանք եւ դեռ հատակ չի, մեկը վթարի վտանգը հատակ է, վտանգը միայն, մյուսը վթարի է ենթարկվում, կարող լավ վնասի, դեռ իր համար հատակ չի։ Ամեն մեկի հատակը շատ յուրահատուկ է լինում, բայց ինչքան մենք իրան պահում ենք, իր փոխարեն հարցեր ենք լուծում, փորձում ենք կառավարել, այնքան մենք ուշացնում ենք նրան, որ ինքը առերեսվի իր հատակի եւ իր անզորության, որ ընդունի, որ հիվանդություն ունի, որտեղ բուժում չենք ասում մենք դրան, որտեղ բուժում այնպիսի դժվարություն է, որը կարող է երկար առողջ ապրել մարդը դրանով, բայց ամեն փոքր օգտագործումը կարող է հետ բերել նորից օգտագործման, նորից կախյալության, բայց ինչքան շուտ ինքը հասնի իր հատակին, այնքան կսկսի ինքը դեպի առողջ կյանք գնալ ճանապարհը։ Ոնց են չակարախտով մարդիկ, հիվանդությունը մնում է, բայց կարող են երկար ժամանակ առողջ կյանք ունենալ։ Այնպես էլ կախյալության բառը։ Բայց ինքը կարող է, չէ, անձը եւս երբ որ հասկանում է, որ սեփական վարքում ինչ-որ բան այն չի, եթե ինքը գալիս է այդ գիտակցության, ինքն էլ կարող է իրեն հանել այդ վիճակից, թե այնուամենայնիվ մասնագիտական մոտեցում է այստեղ պետք։ Ոչ ոք չի բացառում, որ կարող է լինի, բայց երբ որ մենք խոսում ենք կախյալության մասին, դա միայն նյութի չարաշահումը չի, դա միայն այդ վարքի խաղալը չի ավել անգամ կամ հարաբերությունների կախյալությունը, դա նաև մտածողության եւ վարքի փոփոխություն է։ Եվ իսկ կախյալությունը քաղցկեղի նման իր մետաստազներով տարածվում է ինքը իրական շատ բարդ եւ ծանր հիվանդություն է եւ վարքի եւ արժեքները քայքայվում են մարդու մտածողություն փոխվում է, իրանք չեն էլ հասկանում ոնց այդ մտածողությունը փոխվում ու կան շատ տիպիկ մտածողության ձևեր կախյալների համար, որոնցից մեկը հետևանքների փոքրացնելն է։ Իրանք չեն տեսնում, ոչ թե չեն ուզում, այլ իսկապես չեն տեսնում։ Միայն մասնագիտական մոտեցում։ Չէ, չի բացառվում, երբեք չի բացառվում, բայց պարզապես ավելի հեշտ իրենց համար կլինի, եթե կան մասնագիտական օգնություն կան ինքնօգնության խմբեր, մարդիկ կան, ովքեր չեն գնում մասնագետի, գնում են ինքնօգնության խմբեր։ Սովորաբար այդ երկուսի համատեղելը շատ ավելի արդյունավետ է լինում, բայց իսկապես շատ հաճախ ամենայնի բոլորը հասնեն այդ հատակին, որ կարողանան կանգնել։ Սովորաբար այդպես է լինում, այդ հետազոտությունն է, Ստենֆորդում առաջ Ջելնիկի արեց հետազոտությունն է, որ ցույց է տալի ոնց է կախյալություն զարգացումը լինում եւ ինչպես է առողջացումը կախյալների լինում։ Իրենք իսկապես չափի զգացողությունը կախյալի մոտ կորում։ Կարող ասեմ քիչ բարդ ունեմ։ Ես գիտեմ, իրանց քիչը իմից նախ չափը կապ չունի։ Երկրորդն էլ իմ պատկերացած քիչը իրենց պատկերացած քիչից վստահաբար տարբեր է, լինելով որտեվ իրենց հենց այդ չափի զգացողությունն է, որ կորում է կախյալություն։ Իրենք չեն կարող որոշել, որ ես կխմեմ 4 բաժակ արաղ ենթադրենք եւ կկանգնեմ։ Իրենք չեն հասկանում, հետո ոնց դարձավ, դա 2 շիշ ենթադրենք կամ 1 շիշ, 2 կարող է շատ քչերը խմեն։ Իրենք չեն հասկանում, որ ասում են կգնամ $100 կխաղամ կամ 100,000 կխաղամ։ $100 չեմ անցնի։ Հա, բայց հետո չեն հասկանում, որ կամ 10 րոպեով կմտնեմ գիշերվա ժամը 4-ին, իրանց ուշքի են գալի դեռ խաղատանը կամ այդ կետերում որտեղ խաղադրույքներ են անում ու այսպես բոլոր ուտելու կախյալություն են բարագայում որոշում են, որ այսքան ու մեկը չեն հասկանում ոնց մի ամբողջ տուփ շոկոլադը կերան իրենք։
Եվ բացի դրանից իրանք ինչքան որ բարդքերի վերաբերյալ են։ Գրեթե միշտ ընտանիքի անդամները ինչ-որ մի գումար ասում են, երբ որ արդեն չեն կարողանում իրենց սխեմաներով այդ գումարի հետ գործ ունենալ, գրեթե միշտ այդ գումարը մի քանի անգամ ավել։ Այսինքն այստեղ նաև կարևոր է որ ընտանիքի անդամը չփակի այդ բարդքերը, ինչ անի։ Կանգնի կտրուկ ասի, որ վերջ դու քո խնդիրները իսկ արդյոք դու իրան չես տանում դեպի կործանում։ Օրինակ, եթե շատ կտրուկ խոսես իր հետ, նաև էսա կարևոր, հա, ոնց խոսես իր հետ։ Ասես, որ այսօր ես քո հարցերը չեմ լուծելու, դու գնա լուծի, սա կարող է այլ ավելի վատ հետևանքների հանգեցնել, ասել, որ ես քո կողքին եմ, ինչ ձև խոսես իր հետ, որ բալանսը պահես։ Բաներից մեկն է իրականում, հարցերից մեկը, մենք դրան ասում ենք ռուսերեն արտահայտություն ասում է ժստոկая любовь, կամ խիստ սեր, չգիտեմ հայերեն ճիշտ ոնց կարող ենք թարգմանել։ Դաժան չի, բայց հենց այդ խստության մասին է եւ սահմանների մասն է, որտեվ եւ կախյալի եւ փոխկախյալը իրենց սահմանները շատ խառնված են, որտեվ փոխկախյալությունն էլ հեշտ դժվարություն չի։ Փոխկախյալները ամեն կերպ փորձում են կախյալին կառավարել, բայց իրենց կյանքի կառավարումն են կորցնում։ Իրանք գիտեն կախյալին ինչքան է ճիշտ անել, ոնց պետք անի, ինչ պետք անի, պարտքերի հետ, բայց իրանք իրենց կյանքի մասին հոգ չեն տանում, իրենց առաջնային կարիքները չեն հոգ տանում։ Ախյալը չի տեսնում հետևանքները։ Դուք իր պարտքերը փակում եք, ինքը նույնիսկ գնում խաղում է կամ պարտքանում, որ օգտագործի, կարևոր չի ինչ, չի տեսնում։ Ինքը ասում է, որ ես խմում եմ, ում եմ վատ բան ասում, գալիս եմ քնում եմ։ Բայց օրինակ մենակ այդ պարտքերը չի, այսինքն մնացած ամեն տեսակ հետևանքների մասին, երբ որ մենք ասում ենք չենք փակում, կարող ասենք, եկել է, ընկել է, մի պարկացրեք։ Մենք սովորաբար խորհուրդ չենք տալի, բայց ցուցում որպես կարող ենք ասել, թողեք որ ինքը տեսնի հետևանքները։ Հետա տվել անկողնում, հետա տվել անկողնում։ Պիտի տեսնի որ ինքը, որտեղ կարողտ արտանում մաքուր անկողին, ինքը քնած է, ինչ վատ բան կա դրա մեջ։ Կարող չէ հիշում ինչ ա եղել։ Կոտրել է ինչ-որ մի բան, սենյակը փչացրել է, հաջորդ օր գալիս է մաքուր սենյակ։ Նույն պարտքերը մենք նպաստում ենք, որ իր մոտ ավելի խորանա անգիտակցաբար։ Այո, չէ տեսնում հետևանքները, նույն պարտքերը, չէ որ իր ուղեղը նույն կերպ չի ընկալում այդ գումարը, որ ինչպես մենք ենք ընկալում։ Ես հիշում եմ մի տղայով տաքսու աշխատում էր որպես տաքսու վարորդ, աշխատանքը կորցրել էր ու հիմա տաքսու վարորդ էր որպես աշխատում, իր մտքում ժամանակավոր գումարի չափը ահռել էր իր պարտքին։ Ինքը ասում էր, սա տաքսի քշելով կաշխատա։ Ասում եկեք միասին հաշվենք, ինչքան է ձեր ծախսերը, քանի հոգու կարող եք սպասարկել, միջին գումարը ինչքան, ու տեսնենք դուք ինչքան կարող եք հետ գցել։ Չի տեսնում իրաց ուղեղը այդ հետևանքները նույն կերպ չի ընկալում, դրա համար դա հիվանդություն է։ Ոչ նրա համար, որ իրանք խելացի չեն, ոչ նրա համար, որ իրենք վատ մարդ են, նույն իրենց խաբելը, մանիպուլյացիաները, այդ անխոս առաջանում է հիվանդության անverջ զարգացող հիվանդությունակախելությունը, եթե իրենք չեն անդրադառնում, չեն տեսնում դրանք զարգանում ու այո, ու իրենք ուզեն չուզեն ստելու են, ու մենք ընտանիքի անդամներն ասում ենք, ոչ նրա համար, որ իրենք վատ մարդիկ են, դա հիվանդության դրսևորում է։ Ու փոխկախելությունը իսկապես բարդ է, որովհետև դու միևնույն ժամանակ պետք չի մարդուն վիրավորել, մարդը քաղցկեղն մենք չենք վիրավորում, չէ՞, կամ եթե ոտը կոտրել է ցավն, չենք ասում չպիտի ցավը։ Գնում ենք բժշկի բուժելու։ Հա, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չպիտի տանք, որ մեզ խաբեն։ Մենք գիտենք, որ իրենք որ ասում են ես էլ չեմ անելու, ինքը միևնույնն է, դա անելու է, մենք չպիտի դա ընդունենք որպես ճշմարիտ։ Այսինքն պետք չի հավատալ այդ պահին էլ չեմ անելուն բառին։ Ես դա էլ բազմիցս այցելուներից լսել եմ, որ ես երբ որ քավորիս կամ հայրիկիս երթվեցի, ես կարծում եմ դա հայրականության մեջ այդ երթումը շատ կա։ Երբ որ ես երթվեցի, ես կարծում եմ, որ այլևս չեմ անի, ես չգիտեմ ես ոնց էլի դա արեցի։ Ու դրա համար ընտանիքի անդամ պետք է սովորի իր սահմանները ճիշտ պահել։ Ինչի՞ է այդ սահմանը, սահմանները ճիշտ պահել։ Այն ինչ որ ուրիշ մեծահասակ կարող է ինքնուրույն անել, թողնել, ուրեմն պետք է ինքը ինքնուրույն անի։ Եթե ինքը պարտքեր է գոյացրել, ինչի կինը պետք է երկրորդ կամ մայրը կամ հայրը ավել աշխատանք անի ուրիշից պարտք վերցնեն, գնա այդ պարտքերը։ Գիտեք, ուղղակի մտածում եմ, որ տեսեք, երբ որ այդպիսի իրավիճակ է լինում,
հարազատն էլ մտածում է, բա որ ինքը իրան վնաս տա, ավելի լավ է ես հիմա այս հարցը լուծեմ, որ հետո հանկարծ ինչ որ խնդիր չլինի, հետո ես ինձ մեղադրեմ, որ ես դա չարեցի։ Այսպիսի մտածելակերպ էլ կարող է գալ առաջ, չէ՞։ Այդ շատ ցավոտ է։ Շատ գրքային ոնց որ կամ մասնագետի հետ դա հասկանում ես դու, որ այո, ճիշտը դա է, բայց իրականության մեջ դու այդ պահին առաջի ազդակը այնա, ոնց անես օգնես դու փրկես իրան քո այդ քայլերով, որ ավելի վատ հետևանքների չբախվես։ Այո, լրիվ համաձայն եմ։ Ու շատ հեշտ է հնչում մի արեք իր փոխարեն։ Շատ դժվար է չանել, որ դա քո սիրելի մարդն է, քո հարազատ մարդն է, այդտեղ բազում վախեր են արթնանում, փոխկախյալության ամենաբնորոշ բաներից մեկն է տագնապն է, որտեղ այդ տագնապը ահռելի է դառնում, անդադ վտանգի սպասումը, դրա համար էլ կառավարել իր փոխարեն հարցեր լուծելը որպես հետևանք է տագնապի դա։ Ու դրա համար էլ իսկապես դժվար է, շատ հեշտ է հնչում, բայց կարող է շատ դաժան հնչի այս բանը, բայց էլի պետք է ասեմ, կախյալություն մահացու հիվանդություն է։ Դուք հիմա երևակայական ինչ-որ բանից իրեն փրկում եք, բայց զարգանալով ուզի դա դրան տանող հիվանդություն է եւ ռիսկը մեծ է։ Ինչքան շուտ առերեսվի իր հետևանքներին, այնքան ավելի երբ որ չի լինում իր փոխարեն չեն անում, նաև իր ինստինկտներն են արթնանում։ Տենց սովորաբար կախյալության հետ երբ որ դասընթաց ենք անում մասնակիցների համար, խաղ ենք անում այսպիսի, ինչ որ մեկին որ դեր ենք տալի կախյալի, կանգնացնում ենք աթոռին, ասում ենք ես լավ թափ կտաս։ Մաման պահում է մի կողմից, մամայի դերը տանող, պապայի դերը մի կողմից, մեկը քավորն է, ոստիկանն է, բժիշկն է, չգիտեմ, ընկերներն են, բոլորը պահում են ինքս ոնց ուզում իրան թափատել, չի ընկնի, բոլոր կողմից իրան պահել են։ Հենց որ հերթով բոլորը հետ են գնում, էլ այդ ռիսկով մարդը չի կարող իրան թափել, չէ՞, կզգուշանա, կդայնես կամ որ չընկնի։ Շատ նման է դրան։ Երբ որ իրենք առերեսվում են, որ այն ամեն հետևանքները, եթե գիտի, որ խաղա իր փոխարեն փակելու են, չի տեսնում այդ հետևանքները շուտ իր ուղեղը անում։ Բայց եթե գիտի խաղացել է ինքը պետքա փակի, ինքն է առերեսվելու նրա հետ, որ խայտարակա լինելու, միգուցե բռնություն ալնելու, միգուցե աշխատանքա կորցնելու, ավելի հեշտ է։ Այնց այդ հատակն է, այդ առերեսվելն է, որտեղ ուրիշ պարագայում դուք չեք պատկերացնի այդ ուղեղները ինչեր է հորինում։ Իսկ եթե մարդն ասում է չեմ ուզում բուժվել, հենց իր հարազատները բերում են դրան, որ ինքը պետք է բուժվի, որտեղ դրա կարիքը կա, բայց իր կողմից հենց պատասխանը լինում է, որ ես չեմ ուզում բուժվել, ինձ էսպես լավ է կամ ես իմ մոտ ամեն բան լավ է։ Ինչ պետք է անի այս դեպքում հարազատը, որպեսզի ոչ ինքը մեղավոր զգա իրեն, ոչ էլ ոնց որ վնասի դիմացինին ու հարազատին։ Եթե արդեն հասկանում է, որ նաև ինքը գիտակցել է դա եւ չի ուզում հետ գալ։ Էլի պետք է ասեմ, որ հոգեբանության մեջ միանշանակ բանաձևեր չկան ու սովորաբար խորհուրդները չեն օգնում, բայց կան ցուցումներ, որ կարող են օգտակար լինել, հա։ Առաջինը միևնույն է, եթե զորով բուժման տանենք, դա չի օգնելու։ Մարդկանց զորով պարկասում են հիվանդանոցներ, ռեաբիլիտացիոն կենտրոններ, կախյալության կենտրոններ, մարդիկ հենց ընդդեղից դուրս եկել, մենք հենց խմում կամ օգտագործում են։ Իրենք պետք է մոտիվացիա ունենան։ Կախյալները նաև ունեն մենք կեղծ մոտիվացիաների երբեմն, դա շատ կարևոր է այդել։ Արտաքին աշխարհի համար, թե իրենք իրենց համար էլ արտօրինակ գնա, որ հարազատներն ապացուցի, որ չի օգնում, գնա թերապևտին դարձնի իրան սաուչեսնիկ, որ այդ որտեվ որ հիվանդություն զարգանում է, դառնում է մանիպուլյացիա ամեն ինչ։ Ոչ էլի պետք է շեշտեմ մարդու վատ լինելու մասին չի, բայց որովհետև ուղեղում փոխվում է արժեքային համակարգներ խախտվում է, ուղեղում հեսակասան ոնց է փոխվում, որ այդ ամեն ինչը լինում է, ու ինքը ուզի մարդկանց միջոց է տեսնում։ Այո։ Ու ինքն էլ ամենակ մնում այդտեղ, ուրիշներից էլ ուտարվում, սկսում է կասկածել մարդկանց տարբեր բաներով, նայած իհարկե ինչ, բայց կասկածանք, այսինքն մտածողությունը շատ է տուժում, մտածողությունների արժեքները։ Հիմա եթե ինքը չի ուզում, ու մենք միևնույն անզոր ենք իրան ստիպել, համոզել, ստեղ կարևոր է, որպեսզի փոխկախյալը անդրադառնա իր փոխկախյալությանը։
հստակեցնի իր սահմանները։ Նորից ինքը առողջան է, այո, որտեղ փոխկախելիության մասին երբ որ մենք խոսում ենք, ասենց ամենաընդհանուր նկարագրերը եթե տանք, մարդիկ իրենց կարիքները առաջնային չեն համարում, մարդիկ իրենց վրա ավել պարտականություններ են վերցնում, ավելի վտանգավոր են դառնում, քան կախյալները արդեն։ Երբեմն շատ ավելի դժվար է փոխկախելիության հետ գործ ունենալ, որտեղ անգլերեն բառը շատ տիպիկ է, stubborn են դառնում ավելի, եւ քիչ-քիչ իրենց զգայություններն ավելի բթանում, միակ բաները, որ կարողանում են զգալ, դա տագնապն է եւ բարկությունը։ Եվ այդ նաև փոխկախելիության ժամանակի հետ հարազատի հանդեպ սեր հասկացությունն էլ փոխվում է, համ սիրում են, համ ատում են միևնույն ժամանակ։ Կարող են նաև վնասել։ Վնասելը գիտեք ոչ միտումնավոր, օրինակ եղել է դեպքեր, որ ես լսել եմ, մենք իրան ծեծել ենք, փակել ենք, չի օգնում ոչինչ։ Կախյալը վնասի փոխկախյալին։ Իհարկե, մենք գիտենք, որ օրինակ, որովհետև փոխվում է ուղեղը, փոխվում է արժեքային համակարգը կամ նույն լոմկաներ, ժողովրդական լեզվով ասեմ լոմկաներ կամ այծրկման համախտանիշի, ինքը եւ հոգեկան ցավ է, եւ եթե ծանր նարկոտիկների ֆիզիոլոգիական ցավ է, իսկ իրենց ուղղաձայնագրություն ունի, որ ցավից ազատվելու եւ մեծ քանակով դոֆամինը եւ ստրեսից ազատվելու հորմոնն է, եւ ցավից ազատվելու առանց այդ հորմոնի ցավում է մարմինը, բացի իրենց ուրիշ համակարգերն են վնասվում, այս մարդու գիտի որ քիմիական որոշ նյութեր կամ ալկոհոլ արագ այդ հարցը լուծում է ու այդ ցավից ազատվելու համար իսկ դատողականությունն էլ տուժում է այդտեղ այդ բոլոր բաների արդյունքում ինքը կարող է նաև վնասի եւ այդ դեպքերը շատ են որ գնում են քրոջ կամ եղբոր գործի տեղը կռիվենամ տանն են ծեծում հարազատներին գումար ստանալու համար եւ այլն եւ իհարկե այո այդ դեպքերում անպայման կարևոր է որ ընտանիքի իր անվտանգության մասին էլ մտածի առաջին հերթին եւ որպես ամփոփում ուզում եմ մի քիչ առաջ գանք ու հասկանանք այդ կախյալության երևույթը երբ է մեր մոտ ի հայտ գալիս գուցե մանկության տարիքում մենք պիտի փորձենք երեխային այնպես դասյարակել որ ինքը օրինակ կախվածություն չունենա հեռախոսից, կախվածություն չունենա ինչ-որ բաներից, որը որ հետո իրան կփրկի ավելի մեծ կախվածություններից։ Նամանավանդ մեր օրերում հենց նույն հեռախոսային կախվածությունը, որ չգիտեմ 2 տարեկանից 3 տարեկանից երեխան վերցնում է, երբ որ վերցնում ես իր ձեռքից, ինքը նույն է ձեր ասած բարկանում է, սկսում է ինչ-որ քայլեր գտնել, ոնց հասնի իր ուզածին։ Սա կարող է հենց այդ ծիլերն է, որ մենք տալիս ենք եւ դրան արդեն ապագայում ավելի մեծ երևույթների ենք բախվելու հենց սրա հետևանքով։ Շատ կարևոր բան ասիք, որտեղ այս էկրաններից կախյալությունը էպիդեմիայի նման է։ Ամերիկայում հետազոտություն են արել թե դեռահասների ինչքան ահռելի մեծ տոկոս է, որ պորնոգրաֆիկ կախյալություն ունենում հեռախոսով եւ համակարգչով, որտեղ դա էլ կատաստրոֆիկ ցաներ բան է եւ հասարակ խաղերից եւ էկրաններից կախյալություն։ Իսկ երեխան չունի զարգացած նեոկորտեքս, որ կառավարի, հասկանա վնասը իր համար ապագայի մասին պատկերացումներն են չունի, ոնց որ մեծահասակ ունի, ուստի իսկապես դա ծնողի պարտականությունն է հետեւել։ Ինչ կարող ենք, եթե sense շատ լայն սպեկտրով վերցնենք, առաջինը առողջ ապրելակերպի դա սպորտն է, ու տարբեր հոբիներ ունենալ, որպեսզի մարդը այդ դոպամինի նորմալ մակարդակը սովորույթ ունենա տարբեր տեղերից ստանալու եւ իմանա որ դա կա եւ դա կարեւոր հաղթահարման մեխանիզմներ, տանք ստրեսի հաղթահարման առողջ մեխանիզմներ սովորեցնենք երեխային իր զգացումների մասին ճանաչել եւ խոսել իր զգացումների մասին առողջ ընկերական, որտեղ ցանկացած դասիրակություն իրական սկսում է առողջ եւ ընկերական հարաբերությունից կարողանանք այդ առողջ հարաբերությունները մեր երեխաների հետ կառուցել եւ իհարկե սովորեցնենք ոչ ասել։ Դա կօգնի տարբեր իմաստներով եւ ամեն տարիքին համապատասխան նաեւ անվտանգության կանոնները սովորեցնենք։ Ոչ ասելը կարեւոր է նաեւ շատ կարեւոր է ընդհանրապես բոլոր տարիքների եւ տարբեր հարցերի վերաբերյալ, բայց հատկապես դեռահասական շրջանում դեռահասները շատ կախյալություն են ձեռքում, նույն ծխելն են սկսում, նյութեր են փորձում, ինչու, որտեղ կա peer pressure հասկացություն, երբ որ հավասարակից երեխեքը սկսում են ասել, դու տղա չես, որ չես ծխում կամ մի հատ փորձի ու կարողանան դրան ընդդիմանալ, ասելով ոչ
եւ չկարծելով որ իրանց հետ մի բան են չի կամ մերժված կլինեն ընկերների կողմից կամ սովորեն ճանաչել առողջ ընկերությունը որն է առողջ սովորությունները որոնք են այդ peer pressure-ը շատ մեծ ազդեցություն ունենում հատկապես դեռազներ ոչ ասելը եւ իրենց սահմանները հարգելը երեխաները չէ որ ընտանիքում են առաջին հերթին սովորում եւ երբեմն մենք ոչ գիտակցաբար իրենց թույլ չենք տալիս դա ձևավորել իրենց թույլ չենք տալի երբ որ ես խնդրում եմ երեխայից գնա ջուր բեր ինքը իրավունք ունենա ասի ոչ կամ եթե ես դուրը թակեմ նոր մտնեմ սերիա արդեն որոշ տարիքից դա իր սահման Եվ այլն եւ սա առանձին թեմա որ մասին Եվ իհարկե հենց այստեղից երբ որ սկսենք արդեն ապագայում երբ որ բախվենք այն իրականությանը որը ունենք ոչ թե կմեղադրենք արդեն մեր հարազատին այլ կհասկանանք թե որտեղից է սա գալիս այսինքն ամեն բան կարելի է կանխել փոքր քայլերով ու գնալ էլ ավելի լավ կյանք Այո մանավանդ երեխաների բարակայում